Ողջունում եմ ձեզ, հարգելի ընկերներ, հուսամ լավ եք։ Առավոտյան տեղեկացանք մեր հարևան երկրի Իրանի հոգևոր առաջնորդի մահվան մասին, ցավալի է եւ շատ ռիսկային, ու գոնե իմ գնահատմամբ շատ ռիսկային մեր պետության, մեր պետականության հետ կապված։ Եվ այդ ամեն ինչի կոնտեքստում ունենք այս մեր լակոտ իշխանության պահվածքը, երբ որ այս ռիսկային պայմաններում զբաղված է ներկուսակցական ընտրությունների շրջանակներում արշավ կազմակերպելով, թե ինչ ասենք, իրենց մակարդակն է, ավելի ճիշտ դա մեր մակարդակն է, որ ունենք այսպիսի իշխանություն, բայց ես ավելի շատ կուզենամ անդրադառնալ մեր ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնցից յուրաքանչյուրը հայտ է ներկայացնում հանձինս իրենց առաջնորդի գալ իշխանության։ Ուզում եմ խնդրել չձգտել ունենալ Հայաստանում այսքան մեծ լծակներով օժտված իշխանություն։ Հայաստանը ոչ թե պետք է ունենա կենտրոնաձիգ իշխանություն, այլ Հայաստանը պետք է ունենա ապակենտրոն ձևով արտահայտված իշխանությունների իրական տարանջատում։ Մեր նման առնվազն մեր նման պետության համար շատ ռիսկային է ունենալ այսքան մեծ լծակներով օժտված կենտրոնաձիգ իշխանություն։ Դուք կարող եք միջև ընտրությունները հիվանդանալ եւ ձեր թիմերն ուղակի փուլ են գալու, դուք կարող եք հասնել իշխանության ու էլի կրկին հիվանդանալ, դուք կարող եք գալ իշխանության X ժամանակ հետո պատահաբար սոթ տալ ու ելնելով նրանից, որ պետությունը պայմանավորված է լինելու ձեր անձով, եւս կրկին անգամ լուրջ խնդիրների առաջ կանգնել։ Ուստի խնդրում ու պահանջում եմ չձգտել այս իշխանության ունեցած լծակներով գալ իշխանության, այլ ընդհակառակը գալ կոնսենսուսի, որ ձեզանից ով էլ վաղը գա իշխանության, պետք է գա անցումային խնդիրներ կարգավորելու սցենարով եւ այդ անցումային կառավարության շրջանակներում իր ամենամեծ, ամենակարևոր խնդիրը պետք է լինի երկրի ներսում միայնական իշխանությունը բացառող անհրաժեշտ սահմանադրական եւ ընտրական օրենսգրքի փոփոխություններ իրականացնելու եւ արդեն իսկ նոր կառավարման համակարգի շրջանակներում նոր ընտրությունների կազմակերպմամբ։ Հենց դա կարող է լինել մեր պետականության հարատևման հիմքը։ Եթե դուք իրոք շահագրգռված եք մեր հայրենիքի հայկական լինելով, եթե դուք իրոք շահագրգռված եք մեր պետականության պահպանմամբ, հարատև պահպանմամբ, մի պայմանավորեք ոչ այս ընտրությունների ելքը ձեր անձով, ոչ էլ առավել եւս ձեր վրա պատասխանատվություն մի վերցրեք մեր պետականության հարատևումը ձեր անձով պայմանավորելով։ Խնդրում ու պահանջում եմ գալ կոնսենսուսի, որ մեզ անհրաժեշտ են միահեծանությունը բացառող սահմանադրական փոփոխություններ։ Շնորհակալ եմ ձեզ, խնդրում եմ տարածել այս տեսանյութը, լավ օր բոլորիս։